Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ իրանցի փորձագետ Փույա Հոսեյնիի հետ։ Բարև ձեզ, պարոն Հոսեյնի։ Բարև ձեզ։ Արդեն 9-րդ օրն է, որ Իսրայելի եւ Իրանի միջև շարունակվում է պատերազմը։ Դուք ինչպես եք գնահատում պատերազմի ընթացքը, առավելությունը որ պետության կողմն է։ Ինչպես հայտնի է, առաջին օրից մի քիչ բացակային հարված է ստացավ Իրանը, որովհետև Իրանը բանակցում էր Միացյալ Նահանգների հետ 6-րդ փուլը պիտի տեղի ունենար Կիրակի օրը եւ հենց բանակցությունների ընթացքում նախադեպ պայման ստեղծեց, որովհետև որ շատ քիչ պատմությունի մեջ նման պայմաններ կան, որ հենց բանակցությունների ընթացքում մի կողմը հարձակում կատարի, եթե դիվանագիտական ճանապարհը սկենում, դիվանագիտական ճանապարհը մինչև ավարտը սպասում են կողմերը, Միացյալ Նահանգները այդպեսի հայտարարություններ էր անում Դոնալդ Թրամփը, որպեսզի զգուշացել էր Իսրայելի կողմը մինչև բանակցությունների ավարտը ոչ մի հարձակում տեղի չունենա, բայց մենք տեսանք, որ անսպասելի կերպով այդ հարձակումը տեղի ունեցավ առաջին օր Իրանը պատրաստման վիճակ չէր, բացակային հարված էր, Իրանի հոբը մի քանի ժամ հակ էին արել եւ ինչ որ օպերացիաներ, որ Իրանի համար անսպասելի էր, քանի ժամ եւ նաեւ սպանեցին մի քանի բարձրաստիճան իրանական զինվորականներին, շտաբի պետը, երբ որ իրենց բոլորը պետք է բոլոր հավաքվել էին շտաբի պետի շենքում, որովհետեւ իրեն ուզում էին զորավարժություն կազմակերպեին Իրանում, անսպասելի կերպով հարված եղավ շենքին եւ բարձրաստիճան զինվորականներ այնտեղ սպանեցին, նման պայմանը որ երկիրը լինի մի քանի ժամ կամ օր անգամ շոկի մեջ է ապրելու, շոկային հարված էր, բայց Իրանը ցույց տվեց մի քանի ժամվա ընթացքում հենց այդ Փաշտոնյան այդ բարձրաստիճան զինվորականներին փոխարինողը նշանակեց Իրանի առաջնորդը եւ մի քանի ժամվա ընթացքում Իրանը սկսեց լայնազավալ հարձակում Իսրայելի վրա եւ դրա հոբի համագարքը մի քիչ բարի փոխեց եւ ուշքի բերեց իր հոբ համագարքը եւ կարողացավ այդպես ասենք որ այդ առաջին հարվածից առաջին շոկային հարվածից գացային հարվածից Իրանը մեջքը ուղի եւ ավելի կառավարելի դարձնի ռազմական դաշտը հակամարտությունը եւ մենք տեսնում ենք արդեն ուշքով պատասխան տալիս է Իսրայելին հարվածները ամենօրյա են ամենօրյա ռեժիմով են եւ առաջին օրերը ավելի մեծ քանակով հերթիրներ էր արձակում Իսրայելի վրա որպեսզի ավելի հին զենքով որպեսզի իրանց հոբը սպասվի եւ իրանական ավելի ուժեղ հերթիրները եւ ԱԹՍ-ները կարողանան թիրախավորեն իրենց հոբը մենք տեսնում ենք արդեն իրանց հոբել որ 5 շերտանոց է լուրջ խնդիրները առաջ կայնել եւ նաեւ մենք կարանք արձանագրենք որ ոչ միայն Իսրայելի հոբը պաշտպանում է Իսրայելի օդային տարածքը այլ մի քանի երկիր Իրաքից սկսած Միացյալ Նահանգները Ֆրանսիա, Բրիտանիա, Հորդանիա մի քանի երկիր իրանց բոլոր ուժերով պաշտպանում են Իսրայելի օդային տարածքը, բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք իրանական հերթիները եւ ԱԹՍ-ները շատ հանգիստ այդ բոլոր հոբերի շերտերը մի քանի երկիրներին շրջանցում են եւ հասնում են թիրախավորում են նպատակը Դուք խոսեցիք բարձրաստիճան պաշտոնյաների սպանության մասին,
Նաև նշվում է, որ արտգործնախարար Արաքչիին սպանելու, հա, այսպես փորձ է եղել, այս տեղեկությունները ծանոթ եք, ինչքանով է հավաստի։ Նման տեղեկատվությունը եղել է Իրանի մի փաշտոնյայի կողմից, հələ իրանական փաշտոնապես չի հայտարարել դրա մասին, բայց պետք է տեսնենք, բայց նման Իսրայելից ամեն ինչ է սպասելի եւ իրանց ոչ մի կարմիր կից չունեն եւ հնանավոր են դա էլ պատահել է, որովհետեւ մենք տեսնում ենք իրենց անգամ սպառնում են Իրանի հոգևոր առաջնորդի, սպանություն է իրենց ոչ մի կարմիր կից չունեն, իրան միջուկային օբյեկտներ են ռմբակոծում եւ թիրախավորում, որը բոլոր միջազգային օրենքների դեմ է, որովհետեւ կարող է մեծ աղետ ստեղծի, բայց իրանց համար ոչ մի նշանակություն չունի եւ միջազգային համայնքել ոչ աշկ է փակել բոլոր այդ միջազգային ռազմական հանցագործությունների վրա, որ Իսրայելի կողմից կատարվում է Իրանի դեմ։ Տեսեք Իրանի Թեհրանի նկատմամբ ինչ մեղադրանքներ կան, ասում են Իսրայելը թիրախավորում է ռազմական միջուկային ծրագրի օբյեկտները, իսկ Իրանը թիրախավորում է Իսրայելի քաղաքացիական օբյեկտները։ Ինչու՞։ Սա բացահայտ սուտ է, որովհետև իրենց քարոզչականը այդպես են ներկայացնում, որովհետև մենք առաջինը պետք է նշեմ, որ Իրանը ռազմական օբյեկտներին է թիրախավորում, բայց այնտեղ արգելված է այնտեղ նկարահանել եւ նաեւ իրենց հոբել շենքերի մեջ է, մենք տեսնում ենք դադելով տեսանյութները, որ իրենց երկաթակոմբատի համագարկ է քաղաքացիական բնակչությունի մեջ է, մենք տեսնում ենք, որ հենց շենքերի մեջից է դուրս գալիս հոբի գործողությունն է եւ նաեւ շատ ռազմական օբյեկտներ, ռազմական շենքեր, որ Իրանի թիրախի տակ են, հենց քաղաքների մեջ են, Իրանը շատ զգուշ է դրա մասին, բայց եւ նաեւ որոշ իրենց սիգնալներով եւ էլեկտրոնային բادرազմով իրեն որոշ հերթիները շեղում են դեպի շենքերը, որովհետեւ իրանց ռազմական եւ ռազմավարական կետերը չթիրախավորվեն եւ Իրանի մասել բնական է Իրանը տեսանյութ է տարածվել, որ Իրանի հիվանդանոցը ռմբակոծեցին եւ նաեւ բոլորի աչքերի դեմ Իրանի պետական հեռուստաընկերությունը թիրախավորեցին Իրանի պետական հեռուստաընկերությունը ոչ ռազմական օբյեկտ է, ոչ միջուկային օբյեկտ է, այլ լրագրողներ էին, պետական կամ մասնավոր լրագրողներ էին այնտեղ հավաքվել եւ դա բացահայտ է բոլորը կարան շատ հնարավորություն ունեն, որ տեսնեն ինչ է կատարվում, Իսրայելը ինչ է թիրախավորում եւ Իրանը ինչ է թիրախավորում։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ 2 շաբաթից կասի արդյոք Վաշինգտոնը ուղիղ կմասնակցի պատերազմին թե ոչ, իսկ Իրանը հայտարարում է, որ այս բանակցություններ չի պատրաստվում անցկացնել, բայց նախ Թրամփի հայտարարության մասին խոսենք, ինչ է կարծում 2 շաբաթ անց Դոնալդ Թրամփը ինչ որոշում կկայացնի, ուղիղ արդեն Ամերիկան կսկսի հարվածներ հասցնել Իրանին թե ոչ։ Տեսեք, այդ հարձակումը եղավ երբ որ Իրան եւ Միացյալ Նահանգները բանակցությունների մեջ են եւ Միացյալ Նահանգների կանաչ լույսով այդ հարձակումը տեղի ունեցավ, դա ցույց է տալիս Միացյալ Նահանգները վեսահելի կողմ չի բանակցությունների համար, որովհետեւ եթե մենք բանակցում ենք, դուք թույլ եք տալիս մի կողմ ձեր դաշնակիցը հարձակում կատարի Իրանի վրա, դա բոլոր միջազգային եւ դիպլոմատական նորմերի դեմ է եւ ցույց տվեց, որ Միացյալ Նահանգները անվստահելի կողմ է բանակցելու համար եւ բանակցությունները օգտագործում է ռազմական գործողությունների շրջանակում շարունակություն
Եվ Իրանը ես տեսնում եմ, որ Միացյալ Նահանգները հիմա հաշվարկների մեջ է, ուզում է տեսնի պատերազմը ինչ ընթացք ունենա, եթե եւ նաեւ փորձում է որ մի կողմ գայնի մինչեւ Իրանի հերթիրները իրեն այդպես հաշվարկներ ունեն, որ ամբողջ հերթիրները մի քանի օրում Իրանը դարձակվի Իսրայելի վրա եւ իրենց հերթիրների քանակը քիչանա եւ եթե եւ նաեւ Իսրայելը կարողանա Իրանի հոբե լուրջ վնասներ հասնի եւ ճանապարհ կբազվի, որ Իրանը նվազագույն, եթե ուզում են միանան պատերազմին, մասնակցեն պատերազմին, նվազագույն վնասով դուրս գան պատերազմից եւ կարողանան ամբողջ իրենց նպատակները իրականացնեն մի կողմ են գայնել այդ երկու շաբաթը դրա համար է տեսնեն պատերազմը ինչ ընթացք ունենա իրանց հաշվարկները պետք է Իրանը այդպես անի որ չզուգացնի բոլոր իրանց հաշվարկները մինչև հիմա այդպես եղել է իրեն սպասում են կացակային հարվածներով համ բարձրաստիճան պաշտոնյաներին, ռազմական պաշտոնյաներին, գիտնականներին, նաև միջուկային օբյեկտներին, ռազմական օբյեկտներով մի քանի օրվա մեջ Իրանին կարողանան թույլատնեն եւ բերեն կապիտուլյացիա պայմանագիր կենքեն Միացյալ Նահանգների հետ եւ տեսան որ Իրանը ամուր կայնեց արագ Իրան մեջ կուղեց Իրանը ամեն ինչ անում է որպեսզի դիվանագիտական գործընթացներ են տեղի ունենում որպեսզի պատերազմը կայնի Իրանը երբեք պատերազմ չի ուզեցել եւ պատերազմ սկսեց մեր դեմ Իսրայելի կողմը եւ մենք ամբողջ ուժով կպաշտպանենք մինչեւ վերջ անգամ եթե Միացյալ Նահանգները միանան այդ պատերազմին Բայց եթե միանա Միացյալ Նահանգները դա արդյոք ավելի չի ծանրացնելու Իրանի վիճակը ես CNN-ի մի հրապարակում էի նայում որտեղ մի հրթիռի անուն էին տալիս եւ ասում էին որ եթե միանա ապա այդ հրթիռն է գործադրվելու որով հնարավոր է լինելու լեռների մեջ գտնվող Իրանի միջուկային բունկերները ոչնչացնել դուք այս մասով մտավախություններ ունեք Խոսքը գնում է Ֆորդո միջուկային օբյեկտերի մասին, որը 800 մետր սարիդակ է եւ ռազմական փորձագետների հաշվարկով Իսրայելը չունի նման զենք, որ կարողանա վնասի այդ օբյեկտը եւ միայն Միացյալ Նահանգները ունի նման ռումբ, որ կարա մինչև Միացյալ Նահանգների ռումբել չի հասնի մինչև 800 մետր, բայց խոսքը գնում է մի քանի անգամ գործադրել այդ զենքը, որպեսզի հասնեն 800 մետրին, տարբեր փորձագետները տարբեր կարծիքներ ունեն, որոշ փորձագետներ ռազմական փորձագետները ասում են կարա իր Միացյալ Նահանգները ինչ որ պայմաններով հաջողվի որպեսզի կարողանա թիրախավորի եւ վնաս հասցրի այդ օբյեկտին, Ֆորդոյի օբյեկտին, միջուկային օբյեկտին եւ որոշ փորձագետներ էլ ասում են չէ հնարավոր չի այդ օբյեկտը թիրախավորել եւ նպատակային հասնեն հիմա էլ բոլոր ռազմական Միացյալ Նահանգների ռազմական փորձագետները եւ Միացյալ Նահանգների բասաստիճան ռազմական պաշտոնյաները այդ հաշվարկների վրա են եթե իմանան երկու կոմպոնենտ ունի մեկ Միացյալ Նահանգները կարա վնաս հասցրի այդ օբյեկտին երկրորդը է վնասի հետևանքները ինչ է լինելու Իրանը ինչ արձագանքներ կտա մենք տեսնում ենք Կատարում բոլոր Միացյալ Նահանգները իր ռազմաբազա է դադարել է իր օթային ուժը տեղափոխել է այլ վայրերում Դիոգո Գարսիայի կերպի ռազմաբազաում է որոշ իր օթային ուժերը տեղափոխվում է որովհետև եթե Միացյալ Նահանգները միասավ այդ պատերազմին
Իրանը բոլոր հայտարարել եւ զգուշացել է բոլոր ռազմաբազաները հարևան երկրներում Միացյալ Նահանգների ռազմաբազաները թիրախավորելու է Միացյալ Նահանգները հիմա ինչպես ասեցի հաշվարկների մեջ է եթե տեսնեն հետ հնարավորությունը ունեն կմիանան որովհետեւ այն պայման հիմա այդ վիճակում է որ Իսրայելը չի կարա երկարաժամկետ շարունակի միանալ այդ պատերազմին հիմա են օգնում բայց ուղիղ մասնակցությունը Իսրայելի համար ուղիղ ռազմական գործունեությունը երկարաժամկետ Իսրայելի համար անհնար է եւ եթե ճակատագիրը պիտի կամ դիվանագիտական ուղղության պատերազմի ճակատագիրը եւ արսումները garank արձանագրենք կամ եթե Միացյալ Նահանգները օգնություն հասնի պետք է տեսնենք ինչ է տեղի ունենա Նախարար Աբաս Արաղչին MBS-ին ասել է որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները չեն սկսի քանի դեռ չեն դադարել իսրայելական հարվածները Եթե հարվածները դադարեն Թեհրանը միջև ուր է պատրաստ զիջումների գնալ այս միջուկային ծրագրի շուրջ Մինչև հիմա Իրանը ասել է որ չի բանակցելու Իրանի հերթիրների ծրագրի շուրջ միայն բանակցելու է միջուկային ծրագրի շուրջ ամենափակուղի հարցը որ երկու կողմերը շեշտում են ուրանի հարուստացման է Իրանը հայտարարել է որ իր համար կարմիր գիծ է բայց կարող է ճանապարհներ լինեն կարող է տարբերակներ լինեն հենց դրա համար էլ Իրանը բանակցում էր որ մի միջին տարբերակ որ երկու կողմի համար ընդունելի լինի հասնեն բայց մենք տեսեցինք որ Իսրայելը բոլոր այդ բանակցությունները զախողվեց շահունակությունը Իրանը մինչև հիմա զիջումի մասին չի խոսում միջին տարբերակ է կարող լինի որ երկու կողմերի շահերը եւ անվտանգության հարցերը պահպանի Այսինքն բալիստիկ հրթիռների շուրջ որևէ քննարկումը բացառվում է Բացառվում է ինչպես Իրանը պաշտոնապես հայտարարել է հերթիրների ծրագրի շուրջ ոչ մի կողմի հետ ոչ մի թեմայով չի բանակցում միայն բանակցությունները կարա տեղի ունենա միջուկային ծրագրի շուրջ այդել ոչ այդ պայմանով երբ որ Իսրայելի հարձակումը դադարվի Դուք բացառում եք որ այս ամենի եզրահանգումը լինի Իրանում քաղաքական իշխանության փոփոխությունը նորից հարցը կգրգնենք Դուք բացառում եք որ այս գործողությունների վերջնարդյունքը կլինի Իրանում քաղաքական իշխանությունների փոփոխությունը Պատմությունը ցույց է տվել երբ որ Իրանի վրա արտաքին միջամտություն է եղել արտաքին ագրեսիա է եղել ավելի ներսում եղել հիմա մենք տեսնում մախանձացություն Իրանի ներսում երբ որ մենք ինչ անհամաձայնություն ունենք ներսում ինչ որ խնդիր ունենք մի կողմ ենք դնում երբ որ ագրեսիա է տեղի ունենում Իրանի վրա արտաքին ագրեսիա եւ պատերազմ հայտարարում Իրանի դեմ եւ պատմությունը այդպես է եղել հիմա էլ մենք Իրանում տեսնում ենք համախմբվածություն իհարկե խնդիրներ կան համաձայնություններ կան ներսում բայց այս պահին այս փուլում բացառվում է որովհետեւ բոլորը Իրանի մասին են մտածում եւ հարցը Իրանի գոյություն է Իրանի իրենց երկրի խնդիր է եւ այդ անհամաձայնությունները այդքան մեծ տեղ չեն սպասում հիմա Իրանի հանրությունի մեջ միայն բոլորը սպասում են նախ դադարվի այդ ռազմական գործողությունները եւ բոլորը պաշտպանում են Իրանին եւ նաեւ մենք տեսնում ենք համախմբված են կամավոր տեսքով
բոլորը քաղաքների մուտքում մենք տեսնում ենք մեծ քանակով Իրանում մուսադի գործակալներ են եւ իրենց վարսականներ են կամավոր ձևով Իրանի ժողովուրդը հիմա աշխատում է պետությունի հետ, անվտանգության ուժերի հետ, որ բացահայտեն այդ միջուկները, այդ օբյեկտները, այդ մարզկանց, այդ անձերը, որ համագործակցում են Մոսադի հետ։ Նրանք ազգությամբ իրանցիներ են համագործակցողները։ Տարբեր ազգություններ կան, իհարկե իրանցիներ են բոլորը, բայց բոլոր պատկանում են բոլոր էթնիկները, նաև აფղաններ են գտել եւ նաև երեք մի եվրոպական տուրիստ են գտել, որ մոդիկանում էր տարբեր ռազմավարական գետերը եւ դեվիալներ էր ուղարկում տարբեր ազգեր լինեն, կարան իրանցիներ լինեն, մեծ սանս է եւ բոլորը մեկ մյուսին հայտնաբերվում է եւ վնասազերծում է։ Ադրբեջանցիներ կան։ Եթե խոսքի գնում է Իրանի ազերիների մասին, որովհետեւ Իրանում ադրբեջանցիներ են, Իրանի ազարիախոս բնակչություն են, իհարկե բոլոր քուրդ էլ կարա արաբ լինի իրանական քաղաքացիներ, բայց բոլոր ազգություններ կան։ Ինչ է։ Էթնիկ ադրբեջանցիներ են։ Էթնիկ ադրբեջանցի, ասում եմ, ինչպես չի բոլորը իրանցիներ են, ազարիախոս բնակչություններ են, հատված են Իրանում, որովհետև մենք Իրանում չունենք էթնիկ ադրբեջանցի նման տերմին մենք չենք օգտագործում եւ չունենք, ադրբեջանցի չի ապրում Իրան, մեր իրանցի ազարիախոս իրանցիներ են։ Դուք Ադրբեջանի մասնակցությունը տեսնում եք այս պատերազմում։ Հնանավոր է, որովհետև Ադրբեջան եւ Իսրայելը երկար տարիներ մեծ լայն անվտանգություն եւ ռազմական համագործակցություն ունեն, որոշ չի ասացված դեվիալներ կա, որ իրենց աջակցություններ եւ մասնակցությունը տեղի ունեցել, բայց պաշտոնապես չի հաստատվել, բայց փաստ է, որ Ադրբեջանը հետախուզական դեվիալներով, որովհետև Մոսադը ունի կայանատեղ Ադրբեջանով եւ դա հնարավորություն դնե տալիս, որ Ադրբեջանի կողմից ինչ որ հետախուզական դեվիալներ հավաքեն, մենք տեսնում ենք շատ հարվածներ եղան հենց Իրանի ազարիախոս բնակչությունների դարաշներում, Թաբրիզի վրա շատ մեծ հարձակումներ տեղի ունեցավ եւ սա ցույց է տալիս, որ Իրանի ազարիախոս բնակչությունը հասկանում են Իսրայել-Ադրբեջանի համագործակցությունը նաև իրանց դեմ է, որովհետեւ զոհվում են մարդկանց հենց այդ բնակչություն, այդ դարաշների մեջ եւ դա գիտակցում են այդ ազարիախոս բնակչությունները, որ Իրանում կան, որ եթե թշնամի հարձակվում է, ովքեր են թշնամի աջակցողները եւ ովքեր են դաշնակիցները։ Եվ որը կլինի Թեհրանի պատասխանը Ադրբեջանին, եթե նրա տարածքից հետախուզական այն ինչ-որ գործողություններ են արվում։ Եթե Իրանը փաստացի հայտարարի եւ արձանագրի, որ նման համագործակցություն տեղի ունեցել, իհարկե Իրանը բազմիցս նշել է համ դիվանագիտական հետևանքներ կարա ունենա, համ ռազմական, դա Իրանը հետո կորոշի։ Իրանը բազմիցս զգուշացել է, եթե որը մի հարևան, որը մի երկիր Իրանի թշնամիների հետ համագործակցի, Իրանի վրա հարձակումի ժամանակ Իրանը նույն երկիրը, նույն տարածքները, որ համագործակցությունը տեղի ունեցել, Իրանի համար օրինական թիրախ են դառնալու։ Այսինքն դուք չեք բացառում, որ Ադրբեջանի վրա հարձակում կլինի Իրանից։
Եթե հաստատվեն այդ տեղեկությունները։ Եթե հաստատվի համագործակցությունը ռազմական այդ փուլում կարող է իհարկե Իրանը զգուշացել է եւ կարող է տեղի ունենա դիվանագիտական կապերի խզում է կարող է տեղի ունենա եւ եթե որոշեն ռազմական գործողություններ անեն կարող է պատասխան ստանա նաեւ Ադրբեջանը, բայց կարող է թիրախները լինեն հենց մույսադի կայանատեղները եւ ռազմական օբյեկտները, որ Ադրբեջանում կա։ Եվ պաշտոնական Երևանի դիրքորոշումը պատերազմի վերաբերյալ որևէ կերպ աջակցություն համարվեց Թեհրանի համար, թե ոչ, հայտնի է, թե առաջին օրը արտգործնախարարությունը Հայաստանի վարչապետը ինչ հայտարարեցին։ Իրանը հիշում է հենց այդ բահերին, ծանր բահերին, ովքեր են Իրանի կողքը կայնել, ովքեր են Իրանի դեմ են կայնել, դա հիշում Իրանը եւ Իրանի ժողովուրդը հիշելու են եւ ողջունելու է նման դիրքորոշում է, որ դատապարտել էին Իրանի դեմ այդ սանձազերծած պատերազմին եւ մոտեցում է ողջունելի մոտեցում է, որովհետեւ մենք երկու հարևան երկիրներ ենք, որը դարիներ շարունակ իր հետ ապրել եւ ապրում եւ ապրելու ենք եւ մենք սպասելի է նման մոտեցումը Հայաստանի պետական եւ նաեւ ժողովրդի կողմից։ Պարզապես Հայաստանում էլ հայերն են հիշում, թե ինչպես պաշտոնական Թեհրանը 44-օրյա պատերազմից հետո ողջունեց Ադրբեջանին տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված, ինչը ռազմական հարձակում էր հայերի դեմ։ Սա ինչպես եք մեկնաբանում, եթե մենք հարևան բարեկամ պետություններ ենք, ինչու նման վերաբերմունք եղավ։ Ես ձեր հետ համաձայն չեմ, Իրանը երբեք ռազմական գործողությունները չի ողջունել, Իրանը միշտ Իրանի դիրքորոշումը եղել է եւ նաեւ Գարմիր գիծը եղել է ասել է, որ բոլոր անհամաձայնությունները Իրան, Հայաստան եւ Ադրբեջանի միջեւ պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, միայն Իրանի համար ընդունելի դարբերակ է եղել է միշտ եւ դրա մասին միշտ խոսել է դիվանագիտական ճանապարհով այդ հարցի լուծումը եւ որ երկու կողմի ինչի համաձայնություն կան, ինչ որ ընդունելի լինի, Իրանի համար էլ ընդունելի է այդ լուծումը երբ որ եղել է Իրանը դրանը ողջունել, ոչ թե ռազմական գործողությունները երբեք չի ողջունել, հենց Արցախի պատերազմի ժամանակի ընթացքում Իրանի հոգևոր առաջնորդը զգուշացեց, որ հայ բնակչությունների անվտանգությունը պիտի պահպանվի, մի քանի կետ ասեց հայ բնակչությունների անվտանգությունի պետք է իրանց իրավունքները պիտի պահպանվի Իրանի հետո երբ որ արցախահայերը եկան Հայաստան տեղահանեցին Հայաստան դեպի Հայաստան Իրանի դեսպանը գնաց Սյունիքում իրանց հետ հանդիպում կատարեց եւ հանդիպման ժամանակ էլ իրենց ասեց հայտարարեց Իրանի դեսպանը որ մենք մեր համար անընդունելի է եւ արցախահայերը պետք է իրենց իրավունքները ունենան եւ իրենց պետք է վերադառնան իրենց հայրենիքը եւ Իրանի համար էթնիկ փոփոխությունը Կարմիր գիծը ինչպես որ Իրանը միշտ գեոպոլիտիկ փոփոխությունի մասին Կարմիր գիծը հայտարարել նույն ձևի էթնիկ փոփոխությունը տարածաշրջանում Իրանի համար Կարմիր գիծը Իրանը միշտ ասում է որ պետք է արցախահայերը վերադառնան դա Իրանի հստակ քաղաքություն է եւ երբեք ռազմական ձևով ռազմական միջամտությունի ձևով հարցի լուծումը Իրանը մերժել է եւ Իրանի համար անընդունելի եղել։ Եվ վերջում հիմա իրանցիները արդյոք դուրս են գալիս երկրից, թե ոչ, որովհետեւ մենք գոնե Հայաստանի հետ սահմանին տեսնում ենք մարդկային կուտակումներ։ Նախ սկսենք Թեհրանից, ասում են Թեհրանը դատարկում է բնական է երբ որ ռազմական գործողությունը տեղի ունենում բնակչությունը
գնում է ապահով տեղ, ինչ որ արտարոս կամ ինչ որ անսովոր բան տեղի չունեցել, երբ որ Թեհրանը ռմբակոծությունի տակ է, բնական է, որ պիտի տեղափոխվեն անվտանգ վայր, եւ Հայաստանի մասով էլ մեծ մասը հիմա մենք օրական սովորաբար իրավիճակում մենք ունենք 1300 մոտավորապես, այդպես ասեմ, երկմուտք Իրան եւ Հայաստանի միջև մարդկանց երկմուտք է, հիմա այդ ավելացել է մի քիչ, այդ ժողովուրդ են, որ կամ իրանցիներ չեն, կամ եթե իրանցիներ են, ովքեր են, որ գալիս են, որովհետեւ Իրանի օդային տարածքը հիմա փակ է, օդային թերիչներ տեղի չեն ունենում, ցամաքային ճանապարհով գալիս են Հայաստան, Հայաստանից թերնում են այլ երրորդ երկրներ են, եկնում են Եվրոպա, գնում են այլ երկրները, ովքեր որ այնտեղ են բնակվում կամ ուզում են մեկնեն, շատ քիչ քանակ է մինչև այս փուլը, որ գալիս է ապաստանը խնդրում Հայաստանից, բայց կարող է պատերազմ է, կարող է թիվը ավելանա եւ շատ սովոր բան չի, երբ որ տեղի ունենում պատերազմը որ երկիրներում, որոշ հատվածի ժողովուրդ է, հարևան երկիրներ են ապաստան խնդրում եւ սա բոլոր երկիրներում է տեղի ունենում, ինչ որ արտարոս բան չի։ Հիմական տվյալներ, թե Իրանի քանի քաղաքացի է երկրից դուրս եկել, գոնե ժամանակավորապես։ Ես նման տվյալներ չեմ տիրապետում, այդ պահին ոչ մի հրապարակում չեմ տեսել դրա մասին։ Շնորհակալություն հարցազրույցի համար, պարոն Հոսեյնի։ Նույնպես է, շնորհակալություն։